անցյալում թողած մեր պարտքը կանչում է Թող ամեն բան գնա ոտքը բարձրանա Աչքերի արցունքն ու ցավը վերանա Թող խաղաղ բացվի երկինքը որ անհոգ ապրի մանկիկը Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը Թող հավատը հոգիները
Դավիթ Քոչարյան։ Ողջույն ձեզ։ Ողջույն Մարիամնայո։ Ազատ։ Աշակերտ Քոչարյան։ Ես եմ։ Շատ կապներ։ Լսում եմ։ Դասարան, աչ, դկ, աչ ուսմար աչ, կայլով, մաշ, ուղիղ, Խնդրում եմ, որ մեկ րոմանությամբ հարգեք հայրենիքի համար իրենց կյանք չխլայած քար զինվորների հիշատակը։ Շնորհակալություն։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, ես սիրելի հյուրեր, այսօր մենք հավաքվել ենք խոսելու մեր ամենաթանկ բառի մասին, հայրենիքի։ Հայրենիքը մեր տունն է, մեր սարերն ու դաշտերը, մեր մայրիկների աղոթքն ու մեր պապիկների պատմությունները, այն մեր սիրտն է, որ բաբախում է հայկական երգի պես։ Մենք փոքր ենք, բայց մեր սերը դեպի մեր Հայաստանը մեծ է։ Մենք խոստանում ենք լավ սովորել, լինել բարի ու աշխատասեր, որպեսզի վաղ հղիությամբ կարողանանք ասել. մենք մեր հայրենիքի արժանի զավակներն ենք։ Թող այսօր է ձվան լինի հպարտությամբ, սիրով ու ջերմությամբ։ Բարի Մանուս! Միջոցառումը հայտարարում ենք բացված։ Ազ, բանակ, հայրենիք, այս բառերը բառեր չեն, որ գրեն գրքերում, այլ բառեր են, որ յուրաքանչյուր հայ, անհատ, անճիշտ տարերով, երկաթե տարերով դրոշմի իր սրտի, իր մտքի, իր հոգու վրա։ Կեցե հայը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ զինվորը, կեցե հայոց բանակը, կեցե և մենք։ Եկեք բարձր Հայաստանը իմ անունն է, ազգանունն է, ինձ ուժ տվող զորությունն է, իմ հինը և նորությունն է, իմ լեզուն է, այգուբեն է, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն։ Եվ այն տունն է, որ շինել է պապիս պապը, անգուր ջանքով ու կանջանքով։ Քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտին քնթուղ ճակատին ձունել է նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր, չի մտնելու իմ նոր տունը, չի ջնջելու իմ անունը, ազգանունը, իմ մայր լեզուն, այգուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ ամուսնունն է տան, և միասին կոչվում է հայ ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին նոր քարեր պիտի դնեմ, նոր դարեր պիտի դնեմ, որ գնալով կզորանա, ծլարձակի ու նորոնա։ Որ մի պահի իմ անունը, ազգանունը, իմ մայր լեզուն, այգուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ կյանք ու խորհուրդն է տան, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ տեսս վրա, իմ սրտի միջից տես սրտս չերքես, դրոշիտ բոցը պիտի հուր հրա։ Չեմ ուզում գոռալ, իմ սիրո մասին, սակայն իմացի
պատմության ողջ ընթացքում գոյության կռիվ է մղել, և մեր այսօրվա սերունդը ապացուցեց, որ արժանի զավակն է մեր հերոսների։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասել, պարզապես մեր բախտը ուրիշ է եղել, պարզապես մեզ մահն է սիրահարվել, բայց մենք ինքնական նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն են թողել, ուր են որ հասել, որտեղ են եղել, ջանացել ենք մենք ամենքի համար, շինել են կամուրջ, կապել են կամար, ամեն տեղ եկել, հասրել բերքել։ Մենք քիչ ենք, այո, բայց կոչվում ենք հայ, գիտենք դեռ չանցած բերքերից նքալ, և նոր խնդության ցուցան հրճվել, գիտենք թշնամու կողմը խրճվել։ Մենք մեզ ոչ մեկին չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում, և ինչու պիտի չհպարտանանք։ Մենակ չի լինելու, գնամ Արթուրի դարի ծանոց
Վայ, քորենամ ես։ Նատ, մամ, մի տպրեք, ինչտավը որ հետ ինձ էլ ասավ, շուտով ես եմ ձարել մայնիքի համար։ Վայ, մերնեմ քորեն, իսկը խիզախ պապն է, արի։ Ուրես սատտերը, հեսա, կտա, ես փողովերցուր կնամ քիչ րախցի, համա մոր չասս դրա ներվեր չունեմ։ Այ տղա, էդ ուր գնացի, այ օգնի է։ Էդ մենք ուր գնացի, թող ես ամբողջերս նարնա հետ հալեցեմ։ Աղջիկներ ջան, եկեք ուշադրեք։ Աղջիկներ ջան, մի անգամ էլ եք փորձում ու ձեզ կուղարկեմ տուն։
Հասկանում եմ Արթուր, իսկապես հասկանում, միայն դու քեզ լավ կնայես։ Ես ինձ լավ կնայեմ, բայց դու պետք է ինձ խոստանաս, որ քեզ ինձ տղան լավ կնայես։ Տարի ու կես է, չեք էլ նկատի, թե ինչպես կացվում։
չէի մտքով դու Ուր իմ այրն է հարթում Տեսնեի այնահարուն Գարոդով ես անուն որ ամեն մի կարուն չրերում Վարարում Գարգաչում է սարերուն Տեսնեի այնահարուն Գարոդով ես անուն որ ամեն մի կարուն չրերում Վարարում Գարգաչում է սարերուն Եվ քեզ տարուկես մենակ կողմես
Ես չեմ ուզում վահանալ մեծ աղջկերի մեջ և արդյունքներ դրել։ Տղեկ ջան, բարևներ խուտան, գլխանց կսեն, ես մեզ չհաստը, բա ապշե լավտեր չէ։ Ստեղանց կանանդիրը, բա ապշե հումոր չհիս։ Հումոր երիք, բրնեց գցեց գուբա, ինչ համար ռեկտորը դիք։ Կատակ երիք, բրնեց հրգեց բանար։ Էй ջան, մայր հասկան ասետներ,
գոյության պայքար մղել։ Հաճախ վիրավորվել է, ծնկի է իջել, բայց իր հավատքի շնորհիվ կրկին ուժ է գտել իր մեջ ոտքի կանգնելու, նորովի ապրելու, ստեղծելու, պայքարելու համար։ Չափազանց ծանր տարիներ են բոլորիս համար, բայց հիմա մենք կնոջվել իրավունք չունենք։ Ընդհակառակը պետք է գործենք ու համախմբված գործենք։ Ես ուզում եմ, որ ամեն գիշեր քնելուց առաջ մի բան մտորենք, հիշենք, որ մենք էլ պարտք ունենք նրանց առաջ, չէ որ նրանք առանց վարանելու իրենց ամենաթանկ զոհաբերեցին։ Ի վերջո, վաղը երկինքվե կստանձնելու է մեր սերունդը։ Դրա միակ ճանապարհը համագործակցելն է, համախմբել բոլորիս ուժերը, ու այդ ժամանակ ամեն բան լավ կլինի։ Ես վստահ եմ, որ բոլոր մարդիկ ունեն մեկ ընդհանուր նպատակ։ Ապրենք խաղաղ երկնքի տակ։
Thank you.
Շնորհակալ եմ բոլորիցը, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը թվել բոլորիդ, բայց սկսենք առաջինը մեր կողքից։ Առաջինը ձեզ եմ շնորհակալ երեխաներ, որ կատարեցիք այն, ինչը որ ես այսօր ես միշտ ես ասել եմ, երբ որ ես շարքավորում եմ, դեմ ամեն ինչ ստացված է։ Ես այսօր այս բանի շարքավորված կամերացնվեցում ձեր կողքին ու շատ ուզմած եմ։ Ուզում եմ, որ միշտ լինեք այսպես համախմբված, միասնական։ Դուք մի փոքրիկ ընտանիք եք, որտեղ և չարաշահություններ և արկածներով լի եք եղել։ Ուզում եմ, որ միշտ այդպիսին մնաք։ Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երեխաները ավարտում են տարրական դպրոցը։ Մուտք են գործում միջին դպրոց։ Խնդրում եմ մեր ապագա աշակերտներին միջին դպրոցում դռները բաց ընդունեք։ Ու լինի կանաչ ճանապարհ իրենց բոլորի համար։ Ու տակ այն ամենը, ինչը որ ես չեմ հասցրել իրենց վրա։ Ուզում եմ, որ կրկնապատկեք ու քարապատկեք նրանց գիտելիքները։ Միայն դա եմ ձեզ ցանկանում։ Դուք շատ լավն եք, էլ ավելի լավը լինեք։ Հիմա ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հղել, երևի բոլորդ էլ ինձ հետ համաձայն կլինեք։ Եկեք ոտը ընկայս մեկ անգամ էլ հարգենք մեր հերոսների հիշատակը։ Այսօր մենք բոլորս պարտք ենք, որ ունենք նման եղբայրներ, իրենք երևի մի փոքր հանգիստ կլիներ իրենց երկնային կյանքում, որ այո, մենք այսօր ունենք իրենց արժանի երեխաներ, քույրիկներ, որ կարող են հետագա իրենց կյանքը ավելի բարգավաճել, ստեղծել ու ավելացնել։ Խնդրում եմ, շնորհակալ ենք, իսկապես ծափահարում ենք իրենց և ուզում եմ, որ չտխրեք, ուրախանակ իրենց այս փոքրիկներով, կյանքը շարունակվում է, դժվար է, հասկանալի է, բայց կլվացնենք մենք բոլորս իրենց փոխարեն, միգուցե չկարողանանք այն ամեն ինչը կատարել իրենց տեղը, բայց համոզված եմ կանենք ամեն ինչ, չէ որ մենք ենք հայի ապագան։ Ինչու ձեզ, որովհետև դուք մեր կողքին եք, դուք ճիշտ է, մեզ են սովորել է Նարեկը, ինչ-ինչ պատկաններով Նարեկ այսօր այստեղ չէ, բայց ինք միշտ մեզ հետ է, մենք իրենց հիշում ենք, անգամ արկածներն են հիշում և երեխաները ոգևորվածության պատմում են իրենց։ Դուք մեզ հետ եք միշտ որպես Նարեկի դասարան։ Ես շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք չեք մերժել իմ հրավերը և գտնվել եք մեր կողքին։ Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին, ովքեր դասավանդել են մեր երեխաներին, կրթել, դաստիարակել, տվել են այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է։ Ընկեր Հումրոյան, ընկեր Դարբինյան, Մարգարիտա Սուկիևնյան, շնորհակալ ենք, որ դուք մեր երեխաների կողքին եք, ընկեր Հովհաննիսյան, դուք եք, բայց ձերը մի փոքր Հիմա շնորհակալ եմ մեր տնօրինությանը, ընկեր Սարգսյան, ընկեր Թորոսյան, ընկեր Սարգսյան ձեզ տեսավ, բայց ընկեր Թորոսյան ձեզ շուտ գտնում, ընկեր Հովհաննիսյան ձեզ, շնորհակալ եմ, որ մեր կողքին եք, իմ դաստարանի կողքին եք, արել եք այն ամենը, որ մենք ունենանք ամեն ինչ, մեր երեխաները չտխրեն, ունենան
արկածներով լի դասարան ենք եղել, խելքություններով լի դասարան ենք եղել և ընկեր Հովհաննիսյանը շատ ժամանակ է աչքերը փակել է մեր խելքությունների վրա։ Արկածներով էլ եմ մտնում լի ենք եղել և թույլ չի տվել, փակել է աչքերը, ժպտացել, անցել է։ Բայց հիմա ուզում եմ խոսել մի հետաքրքիր առաջարկ ասեմ, հանձնարարություն ասեմ, սրոշ Ընկեր Հովհաննիսյանը մեր դասարանի առաջ և մեր բոլոր ուսուցիչների առջև, տարական օղակի եսպես ասեմ, երկու հանձնարարություն էր կատարել, մեկը մեր դասարանի և մեկը բոլոր տարական ուսուցիչներին։ Մեր դասարանում հանձնարարությունը այն էր, որ հերթական մեր դասերի շարունակության հետևանքով Ընկեր Հովհաննիսյանը առաջարկեց մեզ, որ ամեն ինչի մասին խոսել եք Երևանի, Հայաստանի մարզերի, ինչպես նաև պետք է խոսեք, արդեն ոչինչ չունեք ասել, ամեն ինչ ներկայացրել եք, պետք է ներկայացնեք Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր ձեր խոսքը կատարեցինք, խոսեցինք հայրենիքի Հայաստանի մասին, Տիկին Հովհաննիսյան, կատարեցինք ձեր հանձնարարությունը, հուսով եմ կատարել։ Եվ երկրորդը այն հանձնարարությունն էր, որ պետք է կատարենք մենք բոլորս, առաջարկ է այսպես ասեմ, հանձնարարություն չասեմ, Ընկեր Հովհաննիսյանը առաջարկել է գիրք գրենք գիրք, վերցնենք դասարանի որևիցե մեկ հերոս ու այդ հերոսի շուրջ արկածներ հորինենք, ստեղծագործենք։ Բայց ես այնպիսի դասվար եմ, որ իմ աշակերտներին ոչ մեկին չեմ նեղացնի, հերոս չընտրեցինք, այլ գրեցինք ամեն մեկս մեր կյանքի հիշողությունների մասին, թե ինչ է տեղի ունեցել 4 տարվա ընթացքում։ Այստեղ բոլորի աշխատանքներն են սիրելի հյուրեր, բոլորի արկածներն են, տխուր օրերը, հետաքրքիր օրերը, ինչ որ իրենք արել են և այդ ամեն ինչը մենք վերածեցինք գրքի։ Երևի Ընկեր Հովհաննիսյան, սա էլ կատարեցինք։ Եկավ այն օրը, մենք գաղտնի էինք պահում այս ամեն ինչը Ընկեր Հովհաննիսյանի, բայց Ընկեր Հովհաննիսյանը ինչ-ինչ ճանապարհներով փորձում էր հասկանալ, կատարում ենք այդ, թե չենք կատարում, բայց իրեն ուրիշ լուրեր էր տեղ հասնում, մի խոսքով կարողացան այդ ամեն ինչը գաղտնի պահել իմ դասարանի ծնողների շնորհիվ, որովհետև ինչը որ խոսվում էր իմ դասարանում մնաց մեր պատերի ներսում։ Ես խնդրել էի, որ ոչ մեկ պատերից դուրս այնտեղ չխոսեին, որ այդ ամենը անակնկալ ստացվեց։ Շնորհակալ եմ ծնողներ ջան, որ իմ կողքին եք, առաջին դասարանից սկսված, որ իմ հետ եք միշտ խմբավորված, մի բնութքի չափ, մի ընտանիքի պես։ Շատ շնորհակալ եմ մեր ծնողներից, եկեք բոլորս շնորհակալ։ Եթե չլինեին ծնողներ Ընկեր Հովհաննիսյան, չէր լինի մեր հերթական բաց դասերը, միջոցառումները, ինչպես նաև այս գիրքը։ Եկավ այն օրը, և ես պետք է ցույց տալ գիրքը Ընկեր Հովհաննիսյանին։ Մոտեցա իրեն և գիրքը պահել էի իմ կոստյումի արագում, որ ոչ մեկ չտեսներ, գաղտնի ձևով գիրքը ներխուժեցի սենյակ, այսպես ասեմ։ Հանեցի անակնկալ դրեցի դիմացը։ Ընկեր Հովհաննիսյանը սկսեց լաց լինել։ Ու ոչինչ չէր ասում, ես էլ կատակեցի, ասի Ընկեր Հովհաննիսյան, հիմա Գազի Վարդանյանը մտավ սենյակ, ու ձեզի Ընկեր Հովհաննիսյանը սկսեց լաց լինել, թե ինչու լացեց Ընկեր Հովհաննիսյանը ինքը մեզ կասի։ Շնորհակալ եմ Ընկեր Հովհաննիսյան։ Համբերում եմ բոլորի ձեռքերը։ Խնդրում եմ ուշադրիր նաև մի դասվարի, որը 20 տարի հետո հայտնի է լինելու, որ այս դասարանից դուրս են եկել քաղաքական գործիչներ, դեպուտատներ և նախարարներ։ Ես ձեզ վստահ ասում եմ, որովհետև կանգնած եմ այս դասարանի կողքից։ Ինչի եմ կանգնած և 4-ի A և 4-ի B, որովհետև ես այս դպրոց եմ մտել իրենց հետ միասին։ Եվ այն բոլոր այն, չգիտեմ, խելական,
գործեք, որպես դաստեք, Վիվիթը շատ լավ գիտի, և որպես տնօրեն, ես իրականացնում եմ իրենց հետ միասին։ Դուք այստեղ միջոցառում եք անում, Տիկին Վարդանյան, իսկ ես ձեր նոր հանձնարարությունն եմ արդեն մտածում։ Ուրեմն ուզում եմ այս դասարանը մյուս տարվանից ներկայացնել Հայաստան իմ աչքերով։ Եվ բոլորին եք ներկայացնել, մեր հզոր եզրիները։ Շատ հետաքրքիր մի ծրագիր եմ որոշել, որը պետք է իրականացնել նորից միասին։ Չէ՞ք եք Վարդանյան, եւ եկեք Վարդանյանի հետ դասվար, հրաշք դասվար, հրաշք ընկեր, ճիշտ եմ ասում, ուսուցիչներ։ Աշակերտների համար երկրորդ մաշ։ Թվում է, թե պահի տակ վերեկեր Վարդանյանը մի փոքր, բարկանում է, բայց ինքը իր դասարանում, չեք պատկերացնում, հարգելի ծնողներ, ոնց է պահում։ Դուք չեք պատկերացնում, ինքը ինչ նվիրված, ինքը մայրն է, ես էլ տատիկ այս դասում։ Գիտեք ասեմ, հիմա մի փոքր տատիկ եմ ասել, վերջեք ջան, գնել եք եկեք Վարդանյան, պետք է եք իմանային, որովհետև իրենք ամեն ինչին պետք է իմանան և հասկանան ինչ է։ Մի օր ընկեր Վարդանյանը ինձ գալիս է ասում եմ, իմ դասարանը ուզում եմ փախնել։ Ասում եմ, դու փախնել, բայց ինձ հետ միասին։ Ուրեմն իրենք փախել են, ես կամերայով իրենց հետ փախել եմ հավասար։ Մինչև վերջ ես ձեր կողքին եմ եղել, երեխեք ջան, որովհետև դուք իմն եք։ Շնորհակալ եմ բոլորին։ Գիտեք, այսօր ես մտածում եմ, որ եւ Արենը, եւ Գևորգը, եւ բոլոր մեր զորվածները ապրում են։ Ապրում են, քանի որ կան այսպիսի երկրություն։ Շնորհակալ եմ։ Իրենց զավակները։ Այստեղ ես պետք է իմ պարտքը կատարեի, Ռուզաննա Տիտանյանը խմբագիրն է եղել և ինքը խնդրեց, որ ավարտացնեմ իրեն 4-րդ դասարանը, ուրեմն Երևանի Գևորգ Աշակյանի անվան համար 22 հիմնական դպրոցի 4-ի B դասարանի սովորող Ռուզաննա Տիտանյանը պարգևատրվում է գերազանց առաջադրության և օրինակելի վարքի համար։ Հիմա գիրքը ճիշտ է, սահմանափակ է, բայց մենք փորձենք Յուրաքանչյուր անգամ այս կրթօջախում ինձ հյուրընկալել է, դուք տոնի եք վերածում։ Յուրաքանչյուր անգամ ոգիս լցվում ու հարավորվում է այս հրաշամանքների հետ հանդիպումից։ Եվ յուրաքանչյուր անգամ գնում եմ հիացած, զարմացած, որ մեր նվիրյալ մանկավարժների մտքի թռիչքը սահմաններ չունի։ Իդեմս ձեզ և ձեր գլխավորությամբ ուզում եմ ասել շնորհակալություն սիրելի մանկավարժներ, ձեր կատարած նվիրյալ աշխատանքի համար, ձեր առաքելության համար։ Տիկին Վարդանյան, հատուկ
հարգանքիս հավաստիկը, ձեր որդեգրած արժեհամակարգի համար։ Ես մեկ բառով այն կոչում եմ Ալենյան արժեհամակարգ։ Եվ շնորհակալություն բոլոր այն մանկավարժներին, որ Ալենյան արժեհամակարգով են կրթում ու դասի արարում մեր մատաղսերունդի։ Եվ իհարկե հիացմունքս առաջին հերթին խորագրի հետ կապված։ Իսկապես ուզում եմ ծափահարել։ Եվ ամենայն հարգանքով մեր բոլոր հասարակական ու պետական գործիչների նկատմամբ, բայց թույլ տվեք ասել, որ այո, մեր երկրի ապագան մատաղսերունդն է։ Մեր երկրի ապագան այս ֆանտաստիկ, պայծառ աչքերով ու երազանքներով մանուկներն են, որ դառնալու են վաղվա հզոր Հայաստանի արժանավոր քաղաքացիները։ Այս խորագիրը իսկապես գալիս է լրացնելու որդուս, Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի խոհափիլիսոփայական նախադասությանը։ Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ։ Այս երեխաներին տեսնելով ես իսկապես հավատում եմ, որ միասին կերտելու ենք հզոր Հայաստանը։ Կերտելու ենք մեր հերոս տղաների երազած Հայաստանը, որ աշխարհին շատ բարձր պատմելու ենք Հայաստան աշխարհի մասին, հայի անկոտրում ոգու մասին, հայի նպատակասլաց ձգտող տեսակի մասին։ Մի անգամ ևս շնորհակալություն այս հրաշալի միջոցառման համար։ Չեմ դադարի կրկնվելուց։ Գործունեության ներումով շատ դպրոցներից ունենում եմ հրավերներ, զարգացման կենտրոններից, մանկապարտեզներից։ Եվ յուրաքանչյուր անգամ թվում է, թե այդ միջոցառումը ամենան է։ Բայց երբ այցելում եմ հաջորդ միջոցառմանը, հասկանում եմ, որ ոչ։ Մեկ անգամ ևս ասեմ, մեր սիրելի մանկավարժները մտքի թռիչքը սահման չունի, յուրաքանչյուր անգամ յուրովի, տարբեր ֆորմատով, հետաքրքիր, բայց շատ գողտրիկ ներկայացնում է։ Տիկին Հովհաննիսյան, հարգանքներիս հավաստիկը ձեզ որպես այս հրաշալի կրթօջախի ղեկավար, որը տարիներ շարունակ խրախուսում է հերոսների նկատմամբ խոնարհումը, նրանց սխրանքի արժևորումը և գիտակցումը։ Եվ հատուկ շնորհակալություն, անչափ շնորհված և զգացված եմ յուրաքանչյուր անգամ որդուս անդրադարձ անելու, ձեր մասնիկը դարձնելու համար, և իզուր չէ, որ նրա կոչում են որդուրիս անելու։ Նա բոլորինն են մեր հերոս տղաները, որոնց օրինակով, այսօրվա հերոսի օրինակով ավելի շատ պիտի կրթենք ու դաստիարակենք մեր սերնդին։ Սիրելիներս, բոլորովին չեմ ուզում ծանրաբեռնել և որպես վերջաբան ասեմ, Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը երբեք ձեռնունայն չի գնում որևէ միջոցառման։ Եվ այս հրաշալի բանիկները ստանում են մեր կողմից Ալենյան արժեհամակարգի կրողները տիտղոսը, որպես նվեր ստանում են 100,000 դրամ մեր հիմնադրամի կողմից, որպեսզի կարողանան շատ գեղեցիկ մի պատմամշակութային այց անել, մշակութային որևէ օջախ և կամ ձեր իսկ տնօրինությամբ վայելեք այդ նվեր գումարը։ Քանի որ ես երկրում չէի, միայն գիշերն եմ վերադարձել, ես ֆիզիկապես չեմ կարողացել յուրաքանչյուրի հատուկ նվերներ պատրաստել, բայց կարծում եմ, որ այս դրամական պարգևը կնպաստի ձեր շատ սիրուն առօրյայի կազմակերպմանը։ Եվ իհարկե, լինելով նաև Ալենի մանկավարժ երիտասարդ գիտնական դասախոս ստեղծագործող Ալենի մայրը,
մենք չէինք կարող չարժևորել մեր մանկավարժներին։ Եվ ունենք սահմանված Ալենյան լույսի ջահակիր տիտղոսը, որով շնորհում ենք մեր մանկավարժներին։ Եվ դուք Տիկին Վարդանյան ստանում եք այդ արդյունքները։ 50,000 դրամ, Եվ իհարկե, առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության տոնը, և սիրով Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը բոլորի հրավիրում է մեծ գրքասերի քանդակի շուրջ, ընթերցասերը ուրախում, միասին տոնելու հրաշալի տոնախմբություն, որի հատուկ հյուրերը կլինեն դուք։ Ունենալու են շատ գեղեցիկ օր, հյուրասիրություն և պար և վար տրամադրություն։ Շատ դժվար է դին Ալենի Տերտերյանը խոսքից հետո խոսքից Հայոց լեզվի գեղեցիկ բանապաշարը և Տերտերյանը վարկին հասկանաչի բայց կփորձեմ շնորհակալական խոսքս Շատ շնորհակալ եմ առաջին հերթին ուսուցիչներին մեր տնօրենի գլխավորությամբ մեր երեխաներն են շատ շնորհակալ Բոլոր երեխաներին շատ եմ սիրում, բայց այս դասարանը ինձ համար ուրիշ է, որովհետև Գևորգ Արշակյանի անվան դպրոցի անվանակոչվեց Գևորգ Արշակյանի անվան փոքրիկները առաջին դասարանը։ Եվ ես նստած հիշում եմ նոր տարվա միջոցառմանը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, ինչ հիասքանց միջոցառում արեցին Արշակյանական գաղափարները և դեր կուտի շարինակ։ Ուզում եմ, որ մեր երեխաները շատ առողջ լինեն, այո, ապրեք խաղան լինեն, լավ սովորեն, ամենակարևորը։ Եվ համոզված եղեք, որ ձեր բոլոր նախաձեռնությունները անվանում իրականանան, որովհետև Գևորգ Վահանյանը մյուս տղաների ձեռքից բռնած անընդհատ ամեն ինչով դիսկում։ Հասկացա, որ գիտեք ինչ, միայն արտասանությունը երկնապահ չէ, ես ոգինս եմ, և ասեցի հայը կա ու կմնա, բայց ես ուզում եմ ասել, Հայաստանի Հանրապետությունը կա, կմնա և կդառնա հզոր